Մի անգամ եւս բոլորին ողջույն։ Անց հավես եղանակա։ Հետո հելել եմ վերամենգե դիվանում շորտիկով։ Իհարկե ցույց չեմ տա, ես sense խայսած չունեմ։ Իմ կերածը, իմ հակածը ցույց տնեմ։ Նորից շատ հետարքիր հրապարակում կարդացի Facebook-ում։ Թո ինձ ների հետ օգտատերը, չեմ հիշում, անունը երևի Արմեն էր։ Շատ հետարքիր հրապարակում էր արել, որի մեջ կար գրված շատ ճիշտ բաներ։ Ու որ խոշոր հաշվով, կներեք հələ մի րոպե մատանիս ուղեմ։ Խոշոր հաշվով որ քիչ թե շատ որպես դպրոցում մի քիչ սովորած անձնավորություն, այսինքն ծանոթ լինելով հայոց պատմությանը, ես համամիտ եմ այդ գրված հոդվածի հետ, այսինքն այնի հիմա պիտի խոսեմ, զուտ սենց ուղղակի խոսալու համար, էլի, սենց կիսվում եմ իմ Facebook-յան ընկերների հետ կամ այն մարդկանց հետ, ովքեր իրենց հայ են համարում։ Այդ վերաբերում է այդ թեմային։ Շատերը երևի կհիշեն, որ երկրի թիվ 1 դեմք համարվող անհատականությունը ազգային ժողովի ամբիոնից կրկնում եմ միտքը իմը չի, բայց լավ միտք է։ Ազգային ժողովի ամբիոնից ինքը իրեն շատ հաճախ համեմատում էր ում հետ։ Պապ թագավորի հետ, չէ՞։ Հա։ Ու կրկնում էր արտահայտություն գերագույն շիզոֆրենիկը, գշը թոտենց լինի։ Գերագույն շիզոֆրենիկը կրկնում էր արտահայտություն, որ պապ թագավորը չի մահանալու։ Ուղղակի տվյալ հարցի բուն էությունը հասկանալու համար մենք բոլորս հեռացել ենք հենց հարցի բուն էությունից։ Հիմա բոլորդ կասեք, ես ինչ ես մտել Facebook-յան եթեր փիլիսոփայի մեջ, չէ։ Թո ամեն հայ մի հատ նայի ինքը իր շուրջ բոլորը, իր կողքերը նայի, ինչ է կատարվում։ Ընդհանրապես համացանցում, կյանքում ինչ է կատարվում։ Բոլորս, այդ թվում նաև ես, վարակվել ենք Նիկոլախտով, Նիկոլա ցավով։ Հեսա կշարունակեմ պապ թագավորի թեման։ Եթե մեկը կարա ասի, որ տես չի, հատկապես այն հայերն ու այն մարդիկ, ովքեր համացանցում են, դա կլինի բացարձակ սուտ։ Այսինքն մենք բոլորս մոռանում ենք, որ սև PR-ը դա ամենալավագույն PR-ն է։ Քննադատելով, ձեռառնելով, քրֆելով, չգիտեմ ինչ անելով, մենք Նիկոլ Փաշինյան անհատականությանը, Փաշօղլի անհատականությանը միշտ պահում ենք չակերտներով բարձրունքի վրա, այսինքն ինքը պահանջված է որպես կերպար Facebook-ի մեջ։ Իսկ եթե մի պահ ֆանտազիայի ժանրից, ինչի ֆանտազիայի ժանրից, որտեղ Նիկոլախտը շատ խոր արմատներ ա ձգել մեր հասարակության մեջ։ Թեկուզ հենց Նիկոլ քննադատելու առումով, Նիկոլ գովերքելու առումով։ Մի պահ մենք բոլորս հայերով կարողանանք սենց թքենք այս ամեն ինչի վրա բառիս ուղիղ եւ փոխաբերական իմաստով։ Մոռանանք Նիկոլի գոյության մասին։ Նիկոլը առաջնահերթ կմատնվի խուճապի, հեսա կբացատրեմ, կհիմնավորեմ խի։ Երկրորդ ինքը կսկսի դավաճաններ փնտրել իր շրջապատի մեջ։ Հա ու խոսելու եմ նաև Նիկոլ Փաշինյանի շրջապատի մասին։ Վերացական, անձնավորված չէ, վերացական եմ խոսելու։ Վերադառնամ պապ թագավորի թեմային։ Նիկոլ Փաշինյան անհատականությունը, որը շատ հաճախ իրան համեմատում է պապ թագավորի հետ, հայոց պապ թագավորի հետ։ Ինքը հենց այնպես չի համեմատում։ Քիչ թե շատ հայոց պատմությանը ծանոթ մարդիկ կարդալով դասագրքերում գրված, ինչ որ պատմության նյութերում գրված պապ թագավորի կերպարը, պետքա որ հասկանան, որ պապ թագավորը այդքան էլ չի տարբերվել Նիկոլ Փաշինյանից, իր էությամբ, իր որոշումներով, էքսցենտրիկ, կրկնում եմ, միտքի մեջ չի։
իր ուրիշներին ծառայելու պատրաստակամությամբ։ Հիմա կասես, շատերը հետ կմտածեք, որ հա, դե մի հատ համեմատություն արիր, էդի չէ՞ որ Նիկոլն ու Պապ թագավորը մեկ են։ Բայց համեմատությունները շատ են։ Ուղղակի մեր ազգի, ի ցավս մեր բոլորի, գրագիտության եւ կրթվածության աստիճանը այն մակարդակի վրա է, ի շնորհիվ բոլորի, Լևոնից սկսած, որ շատ քչերն են հիմա հիշում, որ Պապ թագավորը հայոց թագավորներից միակն էր, ով պայքարում էր հայոց եկեղեցու դեմ։ Քանի որ հայոց եկեղեցուն, հայ առաքելական եկեղեցուն, Պապ թագավորը համարում էր վտանգ իր թագավորության համար։ Այսինքն Փաշիզադեի նման Պապ թագավորը ուներ հոգեկան աշխարհի հետ կապված խնդիրներ։ Պատմություն ուսումնասիրեք կտենաք, որ Պապ թագավորը պայքարել է իր թագավորության ողջ ընթացքում, պայքարել է հայոց եկեղեցու դեմ։ Բայց այն ժամանակաշրջանում մենք ունեցել ենք, չեմ ուզում քննադատեմ ոչ մեկին, ավելի ինչ բառ ասեմ, որ ճիշտ հնչի, ավելի պատրաստակամ, ավելի գործունյա, ավելի այդ բառն եմ ուզում մանգամ գտնեմ, ավելի արդիական մտածելակերպ ունեցող կաթողիկոս։ Եթե չեմ սխալվում, Ներսեսն է եղել, եթե ճիշտ եմ հիշում գրառումից, Ներսես մեծ կամ ինչ, այդպես մի հատ կաթողիկոս ենք ունեցել Պապ թագավորի ժամանակաշրջանում։ Այսինքն հիմա ինչ անեմ Նիկոլ Փաշինյանը, մեղադրում է հայ առաքելական եկեղեցուն, հա, որ հայ առաքելական եկեղեցին դա մի հատ այնց կառույց է, որտեղ հավաքվել են ինչ-որ իր մտածելով սրբապիեսների ինչ-որ համակարգ, այսինքն ինքը ուզում է հայ ժողովրդի, հայ ազգի մտածելակերպի մեջ Պլենդուզի մակարդակից ցածր իջեցնի հայ եկեղեցու կերպարը։ Նույնը անում էր ժամանակին Պապ թագավորը։ Ոնց էր անում, ինքը փորձում էր հայ եկեղեցու դերը ներկայացնել հայ ազգին այնպես, որ հայ եկեղեցին, ով եղել է միշտ հայ ազգի հավատքի, միասնականության ջատագովը, այն ժամանակ էլ խանգարում է, որպեսի Պապ թագավորը կարողանա իր հարաբերությունները կարգավորել պարսիկների եւ հռոմեացիների հետ։ Կարդացեք պատմությունը, այդքանը կտեսնեք, որ գրած է այդպես բաներ։ Այսինքն տվյալ մարդը տառապել է Պապ թագավորը ներկա իրավիճակում մեր օրյա Նիկոլ Փաշինյանը։ Հոգեկան շեղումները բացի մի անձնյա Տիտղոսի արժանանալու այդ անհագուրդ կրքով։ Պապ թագավորի ժամանակ եղել է Զիրավի ճակատամարտը։ Հայ ժողովուրդն ու հայ ազգը ունեցել է հմուտ զորավար Մուշեղ Մամիկոնյան, ում շնորհիվ երբ հայոց զորքին եւ հայկական աշխարհազորին օրհնել է մեր կաթողիկոսը, հայկական զինված ուժերը, եթե կարելի է տենց անվանել այն ժամանակվա բանակին, տարել են փայլուն հաղթանակ։ Բայց փայլուն հաղթանակը Պապ թագավորը վերագրել է իրեն։ Հիմա կասես, շատերը կմտածեն խեմ այսքան ես պատմում։ Երբ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ, 1 տարի հետո տեղի ունեցավ Տաուշյան հայտնի դեպքերը, Տաուշի ուղղությամբ, չէ՞։ Երբ իբր թե ադրբեջանցիները մոլորված Վիլիսով տեսել եմ ռոմ, եկել էին մեր դիրքերի ուղղությամբ եւ հայկական զինված ուժերը պատասխան կրակ էին բացել, որի առիթով Փաշողլի Նիկոլը հելավ ամպագորգոր ելույթ ունեցավ, որ մեր զինված ուժերը պատրաստ են ցանկացած հակահարվածի։ 19 թիվն էր, եթե չեմ սխալվում։
ինքը կրկնում է մեկ առ մեկ Պապ թագավորի վարած քաղաքականությունը։ Տաուշյան դեպքերի ժամանակ ով էր հայկական այդ թևի զինված ուժերի հրամանատարը։ Խաչատուրովն էր, եթե չեմ սխալվում։ Ով հիմա որտե է, այ թե փակված է։ Չկա, Խաչատուրով չկա։ Նույնը ժամանակին արել է Պապ թագավորը։ Այսինքն արանքից հանել է եւ զորավարներին, եւ եկեղեցականներին, պարակտում ամացել են եկեղեցու եւ ժողովրդի մեջ, որպեսի ամբողջ փառքը վերագրվի իրեն։ Հասարակ օրինակ։ Ինքը հենց այնպես չի ասում, Պապ թագավորը չի մահանալու։ Ուղղակի մեկ այլ տեսանկյունից նայած իմ համար անսովոր է մեր եկեղեցու լռությունը։ Ես պայդրությամբ անսովոր է։ Ես չեմ հասկանում եկեղեցին ինչու է լռում։ Դրա լռության իմաստը չեմ հասկանում։ Չէ, եկեղեցականները բարձրաստիճան կամ միջին աստիճանի հոգևոր կարգ ունեցող եկեղեցականները որոշակի գրառումներ, որոշակի ռեպորտաժների մեջ խոսում են, հա, շուտ հակադարձում են սատանայի ծնունդին, ում անունազգանն է Նիկոլ Փաշինյան, ով իրան դրել է Պապ թագավորի տեղը։ Բայց Նիկոլ Փաշինյանի վարչախումբը անցել է կտրուկ գործողությունների, որի տիպիկ օրինակը սիֆիլիստիկ գնելն էր, որը ով այսօր մարմանաշենի եկեղեցում տվյալ եկեղեցու պատասխանատու տեր հորը այդ վիճաբանության ընթացքում քահանային ասում է գնա քունեմ լավիդ բերանը։ Ես քեֆուրը չէի ուզում անեի։ Ես ցիտում եմ բոզի տղա գնելին։ Ու այդ վիդեոն ես չգիտեմ ով որտեղից էր քթե, քաշե տեղադրի համացանց։ Երևի TikTok-ից կամ ինչ-որ մի սայթից։ Այդ վիդեոյի մեջ գնում էր կոմենտարիաներ, այսինքն գնել Սարգսյան բոզի տղու, էֆիրի տակ գնում էր կոմենտների շարք, սրտիկներ, լայքեր։ Այնտեղ երկու կոմենտ ընկավ աշկովաս, այդ վիդեոյի զապիսը նայելուց, որ լավ ես անում, իրանք եկեղեցին մեր երկիր իրանցով են արել։ Գնել դե չկայացած դերասան գնել բոզիս տղեն, էսի 10+ չի, էսի հասարակ բառամթերք է։ Եթե երկրի ղեկավարը, շատերից մեղադրում են քֆուր տալու մեջ, եթե մեր բոլորի երկրի ղեկավարը կարա Facebook-յան իր ստատուսում գրի սրբազան գնա քերու կնգան տոմփի, ուրեմն ես որպես շարքային քաղաքացի առանց ամանչելու եւ առանց այլևալությամբ կարամ հանգիստ ասեմ գնել բոզիս տղեն։ Բերեմ հասարակ օրինակ։ Իսկ դու չկայացած դերասան, գնելիք։ Երբ որ թռել ես քահանայի դեմքին ու ասում ես կադաստրի վկայական բեր ցույց տուր, որ սա քո տարածքն է։ Նախ, կետ համար առաջին, անասունների, էշերի, հա, չորքոտանիների եւ սրբապիղծ բոզի տղերքի մուտքը դեպի հայ առաքելական եկեղեցի խստիվ արգելվում է։ Դա չգրված օրենք է։ Դա մեկ։ Երկրորդ, երբ որ դու խոսում ես կադաստրի վկայականից, պոռնիկի տղա։ Համացանցը թերթի, ուղղակի չեմ ուզում քեզ շատ կոպիտ բաներ ասեմ, քանի որ օրը կգա բարին հետ էլի, դու ունենալու ես իմ անձնական օգտագործման քածը։ Ես քեզ չուրիլուս այնքան եմ ծածնելու, դու խեղդվես խրխրոցից։ Այդքան ես երազում եմ այդ օրվան ես դեմարդեմ հանդիպեմ քո նման բոզի տղուն։ Երբ որ դու խոսում ես կադաստրի վկայականից, այ PR-ով տառապող ագարկի տղա։ Մի մոռացի քո վարչապետի ելույթը ազգային ժողովի ամբիոնից, թիվ 1 բոզի տղու ելույթը ազգային ժողովի ամբիոնից։ Երբ որ իլուր աշխարհի հայտարարեց, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի։ Իսկ դու գոռալով, քամահրանքով խոսելով քահանայի հետ, վերջում էլ քահանային լավ քրֆելով։ Ասում ես գնա կադաստրի վկայականը բեր ցույց տուր իմ երկրի մեջ այս եկեղեցին։ Հիմա հասարակ տրամաբանություն։ Բոզի տղա, եթե քո շեֆը, քո երկրի վարչապետը, ասում է, որ քո երկիրը
Բայց դու քո երկիրի չի, քո երկիրը արազի ափից այն կոմա։ Չունի կադաստրի վկայական։ Դու ինչ կադաստրի վկայական ես ուզում քահանայից։ Կբացատրես մի հատ։ Այդ չկայացած change-ոտ, change։ Հե? Երևանի քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ այն 6 ամսական հղի փորը դրեկալել էիր։ Ասեք կանենք։ Ֆրմ էր Երևանում մեկ։ Հետո հելար հայտարարիր ասիր ես հեռանում եմ ՔՊ-ից։ Հիմի ֆաս հրամանը ումից է ստացել։ Որ հարցակվել ես քահանայի վրա։ Ով ասում է եղբայր, հանգիստ զրուցի, հասկանանք հարցը ինչումն է։ Դու մտել ես դերիդ մեջ, քահանային լավ ես քրվում։ Այդ ամեն ինչը այն գամ հիմա իմ սկզբնական ասացին։ Արդյունքն է նրա, որ բոլորս տառապում ենք Նիկոլախտով։ Այսինքն, եթե մենք թքած ունենայինք գնելա նմանների ու Նիկոլա նմանների վրա, հա։ Մենք թքած ունենայինք Նիկոլի վարած քաղաքականության վրա, մենք շատ հասարակ քայլ կարայինք անենք հենց նույն ներկա գտնվողները։ Գնելին կանարեն ասեն բոզի տղա քահանային խես լավ քրվում ու մի հատ խփեին բեյնին, բայց չէ։ Ավելի հեշտ է շատերի համար վաղը մտնել համացանց եւ տեսնել գնելը քանի հատ լայք հավաքեց կամ գնելին հակադարձողները որքան սրտիկ հավաքեցին։ Էդի դարել է մեր ազգի կենսակերպը։ Դրա համար այսօր ոչ մեկ չի հիշում։ Պավլիկ Մանուկյանը բանդում է։ Ոչ մեկ դրա մասին չի հիշում։ Հասարակ օրինակ։ Դες սխալ եմ ասում։ YouTube-ով էլ մի հոգի ինձ գրել է այդքան հայրենասեր ես արի Հայաստանում խոսա, մեկ ավտոյի մեջից ես խոսում, մեկ ապեր ջան, կոպիտ բառ չես գրե, կոպիտ չեմ անդրադառնա քեզ։ Ես կարամ սեքս անելուց էլ խոսամ։ Կարևորը դու խոսա, որ վաղը թուրքի յաթաղանի տակ քո երեխեքն ու դուք խաղամ։ Ես չեմ ուզում իմ վաղվա սերունդը 2-3 սերունդ պարկավ հողի տակ։ Իմ վաղվա սերունդը Թուրքին ու ադրբեջանցուն վախենա Հայաստանում ասի աշկիդ վերևը ունք կա։ Քանի որ Հայաստանի ղեկին անաստած լինելու մի հատ ոման պապ նորմալ է, անջտեք, նորմալ է։ Անջտեք ինչքան կարակ։ Էլ եմ ասում, ես Facebook-յան կախում չունեմ, համացանցային, PR, լայքեր, սրտիկներ, այտենց բանի կարիք ես չունեմ։ Ուղղակի թեման շատ հետաքրքիր էր կապված պապ թագավորի հետ։ Դրա համար այդ նյութը կարդալով որոշեցի սենց լայվի տեսքով խոսամ։ Իմիջելոս Նիկոլի շրջապատ։ Նիկոլի մոտ կանգնած մարդիկ։ Այսօր դուք ոչ թե տառապում եք Նիկոլախտով, այլ փորձում եք ավելի շատ Նիկոլին ապացուցել, որ դուք կարաք Նիկոլից ավելի Նիկոլ լինել։ Դա է ձեր գերխնդիրը։ Բայց ձեր մոտ դա չի ստացվելու։ Գիտեք խի։ Էլի վերադառնում ենք պապ թագավորի թեմային։ Պապ թագավորը էքսցենտրիկ կերպար լինելով հանդերձ, կայացնելով ոչ պետականամետ որոշումներ, ինքը չի թողե, որ իրա փառքից ավել ոչ մեկ փառք ունենա։ Դա կլինի զորավար, կաթողիկոս, թե եպիսկոպոս կամ չգիտեմ, ինչ որ բդեշ կամ ինչ որ մի մելիք, այտենց ասեմ։ Դուք փորձում եք Նիկոլին ապացուցեք, որ դուք կարաք Նիկոլից ավելի Նիկոլ լինեք, հա։ Բերեմ հասարակ օրինակ։ Քանի հոգի էին աշխատում Նիկոլի կողքը։ Ժամանակին, ոչ վաղ անցյալում։ Արգիշտի Քյարամյան, ով Մարշալ Ժուկովի չափ մեդալ էր խփել դոշերին, ուր է Արգիշտի Քյարամյանը։ Այսինքն, ներկայիս պապ թագավորը, ով տառապում է շիզոֆրենիայով եւ ընկճախտով, ունի հստակ կոմպլեքսներ։ Ինքը չի սիրում, որ իրանից առավել ինչ որ մեկը երևում է տեսադաշտում, որտեվ ինքը միշտ սիրում է մնալ տեսադաշտում որպես առաջին կերպար։
Արգիշտի Քյարամյանն ուր է, չկա չէ։ Կոնֆլիկտ Հովիկ Աղազարյանի հետ, էթիկա եւ էսթետիկայի հանձնաժողով եւ Արգիշտի Քյարամյանը հրաժեշտ տվեց իր աշխատանքին։ Բայց նույն էթիկա եւ էսթետիկայի հանձնաժողովը ներկայիս Հայաստանում այն ոնց ասեմ կիսաբաց լուսամուտների մեջ ինքը չէր կարում հրաշ ջան։ Ինքը տղամարդ չէր, չի կարում տենա, որ վարչապետ կոչող անհատականությունը Явնի քֆուր է գրել իր Facebook-յան էջով։ Ու չի ասում, պարոն շիզոֆրենիկ, քեզ փորձի կառավարել։ Այսինքն դա ունի հասարակ լուծում։ Երբ որ դեղերը խմում ես հոգեմետ, վրից օղի մի խմի, ռեակցիա է տալի։ Մարդկա կոմենտա գրեմ, ասում է, կողիդ վաղոյի հետ ես խոսում, չենք հասկանում, հումոր ես անում, թե ճիշտ բաներ ես ասում։ Ժողովուրդ ջան, մի նայեք, մի լսեք, ցավները տանեմ։ Ես ոչ մեկի չեմ խնդրե, ստիպե, եկեք պատպիսկա ելեք իմ էջին, եկեք սենց, եկեք ընենց։ Եթե իմ ասածները, իմ խոսացածը ձեր սրտով չի, դուք ունեք հստակ ընտրության հնարավորություն։ Թերթեք անցնեք։ Կամ որ ինձ կապում եք երկրորդ կամ երրորդ նախագահների հետ։ Չեմ ուզում այդ թեմայով ծավալվեմ։ Ես մենակ մի բան կասեմ, որ հաղթանակած Թուրքին հաղթած նախագահան կամ նախագահան, նախագահները չէ, նախագահան կյանքի որևիցե մի շրջանում չպիտի վերածվեր բիզնեսմենի։ Եվ փորձեր մեզ մատուցել իրականություն, որ 26 թվին ինքը Պապ Թագավորին կրելու է ընտրություններով, ունենալով հսկայածավալ ռեսուրս։ Հսկայածավալ ռեսուրսներ։ Եթե Հայաստանի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահներ, եթե ձեր ռեսուրսի ընդամենը 3%-ին ես տիրապետեի, Նիկոլա դե չէր լինի նստած։ 3%-ին։ Շատ շուտ խոսացել եմ դրա մասին։ Մի փոքր ֆինանսական աջակցություն, ոչինչ, մարդկանց։ Կգան գործը կանեն, դուք կգան կետան։ Ծպտուն չէ լավ։ Մարդ չկար։ Ասում мне сейчас сказала Кошкин доме мультики պես, что у нас тут места мало. Atens բան չենք լսեմ ենք։ Բայց դա մենք ընդդիմությունով խաղանք։ Նորմալ է, շարունակեք նույն ոճով։ Հələ որ ես ոչ մի փակագիծ չեմ բացի, որտեղ ունեմ իմ անձնական պատճառները։ Բայց անդրադառնալուց պոլնի խոտ անդրադառնալու եմ։ Չեմ ուզում անդրադառնալ։ Մտքիս անգամ չկա։ Դրա մի հիմնական պատճառը մեկն է, ձեր օրոք ես ունեցել եմ հայկական Արցախ։ Ձեր օրոք, ձեր կառավարման օրոք ես ունեցել եմ հայկական Արցախ։ Ես չեմ ունեցել եռապատկված եռաբլուր, Պանթեոն։ Ես չեմ ունեցել հազարներով սքացող մայրեր եւ հայրեր, ովքեր մի քանի տարվա մեջ ծերացան 20-25 տարով։ Այդ դրա համար ձեզ անդրադառնալու մտադրություն չունեմ։ Никол Пашинян, СЛСМ Урадос Кашеметан. Привет, привет. Всем здрасте. Երբ որ դու քեզ դրել ես մեծ զորավար Պապ Թագավորի տեղը, հա? Պապ Թագավորի կերպարը դու պետքա որ ավելի խորը սկսես ուսումնասիրել։ Որտեվ Պապ Թագավորի ամենամոտ կանգնած մարդկանցից մեկը վերջում էտա Գեղարքունիքի մարզի բարբարով քաքի խաման խանեց։ Հիմա դու մտածի, ով է քո կողքը կանգնած ամենամոտիկ, շատ մոտիկ մարդկանցից մեկը, կարա նաև լինի իգական սեռ։ Ով ուզում է մի քանի թևերի, կոնկրետ երկու թևի, ցույց տա, որ ինքը կարա քեզնից առավել շատ Նիկոլ լինի, եւ սպասարկի
այդ երկրի շահերը ոչ թե Հայաստանում, այլ տարածաշրջանում։ Հələ մտածի դրա մասին։ Ես վստահ եմ, որ դու գիտես ով է։ Վստահ եմ։ Դու դրա մասին նաև վիճվել ես այդ մարդու հետ։ Ուստի հետարքիր հարց առաջանամ, որտից եմ այդքան ես իմանամ։ Հե։ Վաղը հլնեմ էթամ, էտա քյարփին շարեմ, չէ, Բարոփաշյան։ Կատուկն խոդեմ, յուղն փոխել էր, չէ, վաղը։ Ես խոսալը չլինի, ինսուլտով տեղափոխեն մեզի։ Բայց մտածի, Բարոփաշյան։ Հա, իմիջելոց, այդ մի հոգին որ կա, քո շատ քիպ մոտիկ կայնած մեկ, էդ էլ նամյոք տամ դու հասկնաս, էլի երևի։ Իբր թե դու չես նայեմ, ոչ դու, ոչ կնիկդ իմ խոսալը։ Հավատ, ես էլ եմ հավատում, դուք չեք նայեմ։ Բայց հենա YouTube-ում 15,000 անցավ պատպիսчикները, 1,200,000 էլ պրասմոտոր։ Այդ մի հոգին որ կա, ոնց ասեմ, որ դու ճիշտ հասկնաս։ Համարյա համոզել է այդ 3 թևի մարդկանց չէ, այդ 3 թևի ուժերին, կոնկրետ 2 թևի, երրորդ թևը հələ որ պասիվ դիրքա բռնե, որ ինքը կարա քեզ գահից գցի։ Էլ եմ կրկնում, դու այդ մարդու հետ հաց ես կիսում, համարյա ամեն օր։ Ու եթե դու քեզ դնում ես պապ թագավորի տեղը, ով եղել է հայոց պատմության ոչ այդքան հաջողված թագավորներից մեկը, ապա ինքդ քո մեջ փորձի այն կավեզե ավտոբուսները ոնց են խոդում են ռուշկով, կավեզե, քո դիրքով, կավեզե ավտոբուս, ոնց որ պուտանգա ավտոբուս լինի, փորձի ինքդ քո մեջ խոդել քո մտածելակերպը ու փորձի հասկանալ, այդ ով է տակդ փորը, մեր մեծագույն Պաբլիտո, հե? Ու ասեմ ինքը բավականին խորն է փորը, բայց ինքը գրաֆ Մոնտե Քրիստոն չի, ու ինքն էլ քեզ շատ մոտ է կանգնած, իֆ ամրոցում չես բանտարկե դու իրան։ Խասկցա ինչ ակսեմ, թե չէ, չխասավ տեղ, բայց դու ասենք ունես մտքի մեծ թռիչք էլի, էտա на старт, внимание, марш, ուղեղը թռավ, վերհիշենք քո գրած գիրքը, Պուպուլիկով տիկինը, մտքի թռիչք, հələ փորձի հասկանաս, այդ ով է այդ մարդն։ Հա, իմիջալոց, ես էլ ասեմ, ռադսքաշեմ էտամ, այդ անհատականությունը մեռանամյոք տալով, այդ անհատականությունը բառացի չէ, բայց քո հետ փոխաբերական իմաստով պուպուլ երթում է տվե, որ մինչև վերջ ինքը հավատարիմ է քեզի։ Ասма за тебя я горой, хоть в огонь, хоть в воду, ասա թոթարկման են։ Թե չէ, եկել է Ռուսաստան, ասում է спасибо Владимир Владимирович за восстановление войны։ Խասկցար մը գա, Փաշյան։ Թե չէ։ Թե չէ Հայաստանում մի քանի հոգի կան, որ իրանց հույսը դրել են, էտա դաշնակի զերգների վրա, որ դաբրոտան իրանք էլ դառնան վարչապետ, այդ տարբերակը չի աշխատելու։ Հայաստանի վրա աշխատում են մի քանի ուժեր։ Երկրներ։ Շատ հույսներ մի դրեք։ Այդա կալում եք էտա Ռուսաստանի դաշնություն, հանդիպումներ եք ունենաք, դաբրակ խնդրեք։ Մի մոռացեք, որ Ռուսաստանի դաշնությունը ինքը մի հատ գերհզոր ատոմային տերություն է, ով ունի իր պետական շահը, Հայաստանի Հանրապետության հայերը միգուցե Ռուսաստանի դաշնության համար արժեք չեն ներկայացնում, բայց տարածքը ներկայացնում է։ Առայժմ ես քանը։ Ես գնամ հմել կարդամ էտա Մխիթար Սպորապետ գիրքը։
Սիրում եմ գիրք կարդալ, գիտես, պարոն Փաշյան։ Փոքր վաղտվանից։ Մենք տունը գրադարան ունեինք, ամեն գիրքը 6 անգամ կարդացել եմ, բայց բատանիկ չեմ, էլի։ Ասեմ կուրսիլն ես։ Ոչ ագնոց եմ դրել, ոչ էլ ագնոցը sense մոտով ուղղել եմ։ Շաշի պես նայելով, այն որ էլեմենտ չէ մեկ-մեկ։ Գիտության գրանիտը կրծող անձնավորություններ։ Հելանք, կապի մեջ։